Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այսօրվա իմ հյուրը ոչ միայն հրաշալի դերասան է, այլև արժեքավոր մարդ ու քաղաքացի, որի ներկայությունը մեր կողքին պետք է կարևորենք յուրաքանչյուրս։ Հայ պերսոնայում դերասան Ստեփան Շահինյանն է։ Ծնվել է 1953 թվականի մարտի 7-ին Երևանում։ 1972-ից 1976 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում։ 1975-ից 1980 թվականներին աշխատել է Երևանի Մնջախաղի պետական, 2006-ից 2011 թվականներին մետրո թատրոններում։ 1980 թվականից աշխատում է Հենրիկ Մարյանի անվան, 2013 թվականից Էդգար Էլբակյանի անվան Խամաճիկների պետական թատրոնում։ 2017 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Հյուրախաղերով եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ այլուր։ Մասնակցել է տարբեր փառատոների։ Պարոն Շահինյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Շնորհակալ։ Ինչպես սկսվեց ձեր կարիերան թատրոնում։ Թատրոնում երևի սկսեց փոքր ժամանակ շատ էի սիրում Լեոնիդ Ենգիբարովի ներկայացումները կրկեսում եւ հորս հաճախ էի խնդրում թե տար նայեմ Ենգիբարովին տեսնել էի ուզում եւ այդպես Ենգիբարովի միջից ծնվեց այդ սերը թատրոնի հանդեպ, հետո բացի այդ ուրիշ կինոդերասաններ, կինոն, թատրոնը, ես հատկապես ավելի շատ, բայց կինոից եմ երևի եկել թատրոն։ Այդպես ասկվել է։ Պարոն Շահինյան, կա մեկը, ով մեծ ներդրում է ունեցել ձեր կայացման հարցում։ Գիտեք, այն մարդիկ, ում հետ ես աշխատել եմ, անշուշտ մեծ ներդրում են ունեցել, լինի թե Արման Մանարյանը, թե Փոլադը Վարսենը, թե Հենրիկ Մալյանը, հատկապես այս ավելի սկզբնական շրջանի մասին եմ ուզում ասել, որովհետև ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը եւ մեր գեղարվեստական ղեկավարը կուրսի Արման Մանարյանն էր։ Այդ շրջանում զուգահեռ ես նաեւ այցելում էի Մնջախաղի թատրոնի փորձերին, այն ժամանակ թատրոն չէր, ընդամենը Մնջախաղի խումբ էր եւ մենք նպատակադրվել էինք ստեղծել ծրագիր եւ հաստատվել որպես Մնջախաղի թատրոն։ Եվ մեր ջանքերը ես զուր չանցա եւ ստեղծվեց այդ Մնջախաղի թատրոնը, սկզբում կոչվում էր Երևանյան Մնջախաղ։ Մենք հյուրախաղեր էինք եղել ամեն անգամ Երևանյան Մնջախաղ անվան ներքո։ Իսկ հետո տարիներ անց, հիմա թիվը չեմ կարողանում հիշել, պետականություն ստացավ թատրոնը եւ եղավ Մնջախաղի թատրոն։ Այդ ընթացքում շատ ջրեր հոսեցին, շատ տարբեր, ես սկսեցի խաղալ Մալյան թատրոնում, Մալյանն էլ հսկայական ազդեցություն ա ունեցել իմ անձի կայացման վրա եւ շատ հետաքրքիր օրեր ենք ապրել մենք Մալյան թատրոնում, հրաշալի նոր տեսակ էր, թատրոնի ուրիշ տեսակ էր եւ սիրում էին, շատերն էին գնահատում ու սիրում իր տեսակի այդ նորության համար եւ դա էլ շատ մեծ բերկրանք էր պատճառում, որովհետեւ շատ ուրիշ մտածողություն էր, ավանդական պիեսներ չէին բեմադրվում։ Հա, եղել է, բեմադրել ենք պիեսներ, բայց պիեսը չէր մեր գործի սկսելու հիմքը։ Գրական ստեղծագործությունները, պատմվածքները, ասենք Նուշիչի գործերը, ասենք Հովհաննես Թումանյան հեքիաթներ, 11 հեքիաթից մի ամբողջ ներկայացում էր։ Հետո Վարդան Այգեկցի առակներով բեմադրում, չէ՞։ Այդպես անում էինք այդ կարգի գործեր, Դեկամերոն, 10 նովել կար մեր ներկայացման,
10 չէր երևի, ավելի քիչ էր, ամենայն դեպքում, բայց շատ ուրիշ է, որովհետև հեղինակային տեքստը եւ դրամատիկ գործը, դրամատուրգի գործը, այսինքն մոնոլոգ, դիալոգ, այս հանգամանքների հետ միասին կար նաեւ հեղինակային տեքստը, ասենք հեղինակի կողմից պատմավոր այն ժամանակ թագավորը կտրեց նրա մազերը, մազերը որ կտրում են, նա ասում էր այն ժամանակ երկար մազեր էին պահում ու շատ թատերային, ուրիշ թատերային մի հատ մթնոլորտ էր, որը իր հետ բերեց մի ուրիշ բույր, ուրիշ բան, որ հանդիսատեսը սիրեց, իսկապես սիրեց ու եկել էր պահ, որ ասում էին, դե ձեր թատրոնը շատ լավ խոսք էր։ Հետո այնպես ստացվեց, որ սկսել էր փլուզվել ամեն ինչ, որը բոլորիս է շատ հայտնի, շատ լավ հայտնի այդ ամենը։ Ինձ հրավիրեցին իմ ընկերները Ֆրանսիայից, գնացել էի այնտեղ եւ այդ պտույտների ժամանակ ասի մարդ մի հատ էս դպրոցներից մեկում այստեղ սովորել էլի։ Սենց բարձրաձայն մտածում եմ, մեկ էլ օրերից մի օր Անի Համելը, որը մեր հանդիսատեսին հայտնի է, Վարդան Պետրոսյանի տիկինը, զանգեց, ասեց, գիտես, վաղը գնալու ենք Մարսել Մարսոյի դպրոց։ Ես շատ ուրախացա, որովհետև Մարսոյին կենթանի չէի տեսել, շատ լսել էի ու գիտեի մնջախաղի տարիներից, գնալու ենք իր մոտ թատրոն։ Ու երբ գնացինք, մտանք, նստեցինք, բարևեցինք, բան ասեց, ինքը ուզում է ձեզ մոտ սովորի։ Մենք չենք պայմանավորվել այդ մասին, չենք խոսել, բայց այն իմ ցանկությունը, այն իմ երազանքը ինքը միանգամից սկսեց իրականացնել։ Մարսոնը լինելով հրաշալի անձնավորություն, միանգամից ասեց, դա անհնար է, չի լինի տարիքս տեսնելով, որովհետև բան ու սկսեց աշխատել, հետո մոտենում էր, ասում էր, այսինչ բաների վրա եմ աշխատում։ Գիտեք, ասում էր, դուք ձեր տարիքը հնարավոր չի։ Հետո մի քիչ էլի նորից աշխատում էր, ընդմիջմանը նորից մոտեցավ ու ասեց, գիտեք ինչ ասեց, դուք կարող եք գաք։ Թատրոն կարող եք գալ, դպրոց կարող եք գալ, բայց բեմ չեք բարձրանա։ Ուղղակի կնստեք ու կնայեք։ Անին հա ամենասկզբում ասեց, ինքը ֆրանսերեն չի խոսում, ասեց c'est pas grave, կարևոր չի այդ ֆրանսերեն խոսելը։ Ու այդպես ես ինձ հրավերը ուղարկեց, եթե պետք է ասեց հրավերն էլ ուղարկեմ, դուք կգաք, իսկապես ուղարկեց հրավերը։ Ես էլ գնացի ու այնտեղ էի մոտավորապես 9 ամիս։ Այնպես էր ստացվել, որ այստեղ ընկեր Փանջունի ֆիլմում էի մասնակցում ու նկարահանումները չէին վերջանում, իսկ ես ուզում էի շուտ գնալ Փարիզ։ Իհարկե դերի հետ աշխատանքն էլ ինձ համար շատ հետաքրքիր էր, որովհետև ֆիլմում այդ Խևավոյի դերն էի խաղում եւ այդ Խևին սարքել էի այնպիսին, որ ինքը ոչ թե Խև է իսկապես, այլ իսկ միգուցե ինքը իրան Խևի տեղա դնում, որպեսզի վանքի հավերը ուտի, այսպես ասած, էլի։ Ու ինձ համար շատ հետաքրքիր էր ստացվել այդ դերը, սիրում էի, հավանում էի։ Ինչևէ գնացի ու Մարսոյի մոտ աղագին մեծ փորձառություն ձեռք բերեցի։ Ու հետո վերադառնալուց հետո մի 2 տարի չարչարվելուց հետո Թատերական ինստիտուտում բացվեց մնջախաղի կուրս ու հետաքրքիր էր այդ կուրսի այդ աշխատանքը, որովհետև այնտեղի փորձառությունս, ճիշտ ասած, իմ առաջին դասավանդելու բանն էր, այնտեղի փորձառությանս հետ միասին բավականին հետաքրքիր կուրս ստացվեց։ Բայց քանի որ մեր մնջախաղի թատրոնի վիճակը վիճակ չէր, ոչ մեկը չգնաց այդ մնջախաղի թատրոն, որովհետև մնջախաղը ում է հետաքրքիր, ում է պետք մնջախաղը, ու չէին գնում մարդիկ դրա համար էլ։ Մեր իրականության մեջ այդպես է ստացվել, որ
որ այն էլ գիտեք ինչ, մենք փառատոնի էինք Մալան թատրոնի հետ միասին, դի քաղաք կանդեղ, East West մի հատ իրանք բան արևելք արևմուտք փառատոն ունեն ու ամեն տարի որևէ երկրից կանչում են փառատոնի։ Այդ տարի մենք էինք Մոնամի Աղմենի հետ էր ոնց որ թե այդ ուրիշ չեմ հիշում մի բաներ։ Այս դիում մենք խաղում էինք մի կինոթատրոնում, որը ուներ բեմ, որը նաև որպես թատերական ներկայացումների բեմ էր, ու այդտեղ մի Գզավիե Մախշան, ոնց որ ազգանունն է, Գզավիեն էր բանան, տիրություն անում շենքին, որովհետև ինքը միացնում էր ֆիլմերը, ինքը բեմ դուռներ բացում, տեղ էր հատկացնում, չգիտեմ ինչ բան։ Ինչևէ, Գզավիեն, եթե ասեց այս տեղը չլինի, որտեղ ես կարող եմ կինո նայել, որտեղ կարող եմ ներկայացում նայել, ես կթողեմ կգնամ այս դի քաղաքից։ Այս օրինակը ինչի եմ պատմում, որովհետև երկրի համար անչափ կարևոր են բոլոր այն թատրոնները, համերգները, կինոները, չի կարելի այդպես որ չլինի։ Այդ տղայի օրինակը հրաշալի էր ուղղակի։ Դուք արդեն խոսեցիք, որ մի քանի թատրոններում եղել եք։ Այնուամենայնիվ որն է ձեր հոգու թատրոնը։ Գիտեք ինչ, ես հələ լրիվ ամբողջ ցուցակը չեմ ասել։ Ես դեռ չեմ ասել մետրո թատրոնի մասին, ես չեմ ասել Խամաճիկների թատրոնի մասին, որտեղ նույնպես եղել են։ Սունդուկյան թատրոնի։ Իմ հոգու թատրոնը գիտեք անչափ կարևոր է, որ թատրոնի ներսում մարդիկ մարդ լինեն, մարդիկ մի խումբ լինի, մի դերասանական խումբ լինի, որը իսկապես լծված է մի գործի, որ ուզում է այսինչ գաղափարը տանել, հասցնել հանդիսատեսին, որովհետև մենք երբեմն տեսնում ենք ներկայացումից հետո բոլոր դերասանները իրար ձեռք բռնած գնում ու միասին խոնարհվում են, որովհետև իրանք միասին են ստեղծել այդ ներկայացումը, միասին են արել։ Հա, բոլոր թատրոններն էլ կարող ենք ասել միասին են արել, իրար հետ փորձեր են արել, բայց այդ միասնականության մասին է խոսքս։ Իսկապես ռուսերեն բառով ասեմ, որ կոլեկտիվ երբ որ կա, այդ կոլեկտիվ որ համախոհների խումբը, ոչ թե ես մյուսները ով այդ համախմբությունն է, որ դուրս գալիս է, որը կար օրինակ Մալան թատրոնում, մի ժամանակ կար այդ։ Հետո կամաց ինչ որ ջնջվեց, փոխվեց։ Խամաճիկներում կար, մետրո թատրոնում կար, լավ բաներ կային, էլի այդ խմբի միասնական լինելու հրաշալի մի բան կար, իսկ դա երջանկություն է բերում դերասանին։ Թատրոնի հետ կապված ունեք փշոտ հիշողություններ, որոնք ձեզ ցավ են պատճառում, երբ դրանք հիշում եք։ Չէ։ Եթե ինչ վերաբերում է ստեղծագործականին, երբեք չեմ ունեցել այդպես բան։ Կարող է մարդկային ինչ-որ բաներ, ասեղկոսներ, խոսակցություններ, բաներ, դրանք հեչ, դրանք Դրանք ձեզ վրա ազդեցություն չեն ունեցել։ Չէ, երբեք չեն ունեցել։ Անազնվությունն այն վրա ունեցել ազդեցություն, երբ որ գիտեմ, որ ասենք այսքան պիտի ստանա այս մարդը, ինչի ստանում այդ փողը։ Չգիտես ինչի, մեկը մտածում է, որ ես պիտի սեփականեմ, քանի չգիտի կամ սեփականեմ։ Այս է եղել փշոտ բաներ, որ հատկապես թատրոնում, որովհետև թատրոնն է, դրա զինվորը, դրա պահապանը, ու մեկ է տեսնում ես այդ թատրոնի ներսի մարդը այդպիսին է, եւ դա իհարկե մեծ ցավ է պատճառում։ Դուք այցելում եք ուրիշ թատրոններ։ Իհարկե։ Ինչ փոփոխություններ կանեիք հայ թատրոնում։ Հայ թատրոնում եթե անելու լինեի, կանեի, էլի, որած կլինեի։ Իսկ ինչպիսի փոփոխությունների կարիք ունի թատրոնը։
Թատրոնը առաջին հերթին կարգին աշխատավարձի կարիք ունի դերասանները։ Երբ որ մեկը մյուսին հանդիպում է թատրոնի աշխատակիցներից, մեկը մյուսին չի հարցնում. ուր ես գնում, աղքատանքի։ Երբեք չի ուզենա, որ մարդու մտքով անցներ նման բան ասելը։ Ոնց կարելի է այսքան խեղճուկրակ վիճակում պահել դերասաններին։ Մեկին վճարել ասենք 1.5 միլիոն, 3 միլիոն։ Դերասաններին 100,000, 125,000, ինչ փող է։ Դա չէ որ փող չի։ Երբ որ մարդիկ երեխաներ ունեն, ընտանիք ունեն, լավ չունի ասենք ընտանիք, մեկը դա փող չի, էլի գիտեք։ Պարոն Շահինյան, թատրոնում աշխատավարձները որ քիչ են այդ մասին իհարկե գիտենք, բայց այսօր կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր անպայման ուզում են լինել թատրոնում, չնայած ցածր աշխատավարձերին։ Այդ դեպքում երիտասարդներին ինչ խորհուրդ կտաք։ Գալ թատրոն, թե ընտրել այլ ոլորտ։ Չէ, եթե մարդը թատրոնինն է, ինքը չի նայում դրա վրա։ Մենք վաղուց դուրս եկած գնացած կլինեինք, եթե մենք թատրոնի մարդը չլինեինք։ Հազարով մի ուրիշ գործ որ ինչ ասեմ, հաստատ ավելի կվաստակի էլի մարդը։ Գոնե կրկնակին ասենք կաշխատեր ուրիշ տեղ ու կվաստակեր։ Բայց դա որ թատրոնում են, ուրեմն իրանցն է թատրոնը, իրանք առանց այդ գործի չեն կարող։ Իրանց նվիրումն է, իրանց սերն է։ Այ հաղորդման սկզբում դուք նշեցիք, որ դուք կինոից եք եկել թատրոն։ Վերջին ժամանակներում իհարկե միտումները բավական փոխվել են, այնուամենայնիվ հանրությունը կարծես թե բարի աչքով չի նայում թատրոնի այն դերասաններին, ովքեր խաղում են հատկապես հայկական հեռուստասերիալներում։ Ինչ կասեք այս մասին, պարոն Շահինյան։ Ինչ ասեմ, ինչ վերաբերում է սցենարմանին, սերիալներում խաղալուն։ Ես մի երկու սերիալում խաղացել եմ մեծ հաճույքով։ Հաճույքով եմ խաղացել, որովհետև հիմք եղել է։ Սցենարների վատ լինելը ինչու՞մ է։ Լավ հիմքի վրա է կարգին շենք կառուցվում։ Եթե լավն է սցենարը, հաստատ սերիալն էլ լավ կլինի, սերիալ լինի, կինո լինի, ինչ ուզում է լինի, հիմքը պիտի շատ լավ լինի։ Մեր սերիալներում թույլ է գրվում ըստ երևույթին, սցենարը վատ է գրվում։ Դրանից էլ լավ է ասում ես։ Արի փոխեմ ուրիշ բան նայ։ Հիմնականում Ստեփանը խաղացել է փոքր դերեր, բայց ինչպես ռուս մեծ ռեժիսորն է ասում, չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ։ Ստեփանն ապացուցել է, որ ինքը իսկապես դերասան է եւ փոքր դերերի վարպետ է։ Շատ նվիրված աշխատող է, շատ նվիրված դերասան եւ ընդհանրապես մի կողմից բացական, մի կողմից դրական գիծ է, որ երբեք կարևորություն չի տվել ոչ անունը, ոչ փառքը, ոչ փողը։ Ինքը այնքան է սիրում իր մասնագիտությունը, իր գործը, որ ոչ մի բան հաշվի չի առնում։ Երբ մտնում է աշխատանքի մեջ, ամբողջությամբ, լիարժեք, մաքսիմալ պատասխանատվությամբ եւ նվիրվածությամբ կարող եմ հաստատ փաստել եւ դա կփաստեն նաեւ իր հետ աշխատած բոլորը։ Ստեփանը այն անձնավորություններից է, ում հետ շփվելից ավելի շատ վերցնում ես, քան տալիս ես։ Ամենայն դեպս իմ պարագայում այդպես է եղել, ինչի համար շնորհակալ եմ, որ մեր ճանապարհները տենց 88-ին խաչվեցին։ Փաստացի 37 տարի։ Լավ դերասան, քիչ խաղացած, ես ափսոսում եմ, որ այդպես է, բայց ինչ խաղացել է, ապացուցել է, որ ինքը դերասան է։ Ինձ համար կարևորը դա է, ու հիմա էլ Սունդուկյանի թատրոնում էլի փոքր դերեր է խաղում, բայց ապացուցում է, որ ինքը դերասան է եւ կարողանում է այն ինչ որ մեծ դերի մեջ մի դերասանը կարող է հասցնել, ինքը մի 5 րոպեանոց կամ 3 րոպեանոց դերում ամեն ինչ հասցնում է հանդիսատեսին։ Հասկանալի է դառնում հանդիսատեսին եւ հասկանալի է դառնում ներկայացմանը, ռեժիսորին, ներկայացման ասելիքին ծառայելու համար։ Այ երբ դուք որևէ առաջարկ ընդունում եք, ինչն եք հաշվի առնում։ Ունեք սկզբունքներ որպես դերասան, որոնք պարտադիր պետք է հաշվի առնեք։ Չէ, չունեմ սկզբունք, որովհետև կյանքի
դրվածքը այնպեսին է, որ քեզ չի թողնում, որ դու սկզբունքներ ունենաս։ Չգիտեմ, դուք եթե տեսել եք իտալական մի հանճարեղ ֆիլմ կա, այսօր այդ մասին խոսում էինք, Դահիճը, չգիտեմ, տեսել եք, թե չէ, դժվար տեսած լինեք, որովհետև փոքր եք տեսնում եմ։ Այս Դահիճում մի տղա մի աղջիկա սիրում են իրար շատ երջանիկ են, բայց տղան գործ չունի եւ չի կարող ամուսնանալ, էլի, որովհետեւ վիճակները վիճակ չի։ Եվ աղջիկա հայրը տեսնելով, որ տղան լավ տղա է, գործ չունի, ուզում է օգտակար լինի անպայման, ասում են, գիտես, ես թոշակի պիտի հանձնեմ, արի դու իմ տեղը աշխատի։ Ինքն էլ աշխատում է երկրի Դահիճը, այսինքն, որ մարդուն դատապարտում են մահվան, ինքը պիտի այդ բաները անի, չգիտեմ, պատտում են ինչ են անում ուղակները, եւ ասում եմ, քեզ այնպես կանեմ, որ դու ունենց անես, որ մարդուն համար քիչ ցավալի լինի։ Ինչ եք ասում, ասում եմ, խենթենում է, թե ոնց կարող է ինքը Դահիճ աշխատի։ Ու մեկ էլ ստիպված վերջում ինքը իր համաձայնությունը տալիս է, որովհետև կյանքը ստիպում է։ Ու այնպես որ երբ որ ասում են այդ բանը, որ դու գնացել այդտեղ խաղում ես, բա ինչ անի։ Այսպես։ Որքանով են կարևոր ձեզ համար կոչումները։ Չէ, կոչում չէ, կարևոր չի։ Դա կոչումը այնպեսի մի բան է, որ դա ոնց որ շնորհակալության դրսևորումն է, որովհետև այնքան մարդիկ կան, որոնք ունեն կոչումներ։ Չէ, այդքան է շատ, չէ՞, բայց ես գիտեմ, էլի կան մարդիկ, որոնք կոչում ունեն, բայց բացարձակ այդ կոչվելու, հորջորջվելու տեղն ու բանը չունեն։ Այնպես որ ձեզ համարում գնահատականն է կարևոր։ Գիտեք, շատ կարևոր եմ համարում երեխեքից գնահատականը։ Շատ կարևոր է, որովհետև ասենք, եթե հանգարց առաջարկեն նկարվել մի քիչ ավելի բաց տեսարաններում, հիմա դա չի էլ սպառնում իսկի, բայց միշտ մտածում եմ, երեխես ոնց կնայի սրան, բա ոնց կվերաբերվի, երեխեքից եմ ամաչում առաջին հերթին, ու կան մարդիկ, որոնք իսկապես որոնց կարծիքն ու գնահատականը անչափ կարևոր է։ Որպես հայր կարող եմ ասել, որ բացառիկ է նրանով, թե ինչ մեծ գիտելիքների եւ հետաքրքրությունների ծավալ է ինձ փոխանցել հենց ամենափոքրուց եւ երբ դու փոքր երեխա ես, չես պատկերացնում դրա կարեւորությունը։ Մտածում ես, թե նորմալ է, երևի բոլորի մոտ էլ այդպես է։ Հետո երբ մեծանում ես ու տեսնում ես, թե ինչ մեծ գիտելիքների աղբյուր է հանդիսացել ու զգում ես, որ բավականին մեծ է քո տարբերությունը տարեկիցներիցդ այդ հարցում ես կարող եմ ասել, որ դա շատ մեծ է իր ավանդը իմ կայացման, հենց այդ հարցում հատկապես։ Պարոն Շահինյան, ինչ կասեք երիտասարդ սերնդի մասին։ Ունենք տաղանդավոր երիտասարդներ։ Հրաշալի երեխեք կան, շատ լավ, ճգնաղ երեխեք կան։ Ուղղակի այդ ճգնաղ երեխեքի տակ լավ հիմք պիտի լինի, որ կանգնել կարողանան, որ դրսևորվել կարողանան, որովհետև հաճախ այնպես է լինում, որ մթնոլորտը այնպեսին է լինում, որ տաղանդը չի կարողանում դրսևորվի ու բացվի, ոնց է ասում ավետարանում, որ ծերմերից մեկը ընկնում է փշի մեջ, մեկը ընկնում է քարի վրա, մեկը գետի ափին։ Այն գետի ափին ընկածը եղրիկ է բարձրանում, բայց այն փշերի մեջ ընկածը կամ քարի վրա ընկածը չի ծալում։ Այդ մթնոլորտն է սարսափելի, որ երիտասարդները կարողանան դրսևորվել։ Ոչ միայն երիտասարդները, մեծերն կա, ոնց չեն կարողանում դրսևորվել, որովհետև համապատասխան մթնոլորտը չկա շուրջը։ Ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են թատրոն գալ։ Դե խորհուրդ տալ չեմ ուզում։ Իրանք գիտեն, որովհետև իմ խորհուրդով չի, որ պիտի գան կամ չգան,
թատրոն, բայց դե ինչ ասեմ, եթե ուզում են պիտի անեն, ու իրենց նման մի քանի խնդիր գտնեն, հավաքվեն իրար գլուխ, իրար հետ, ու անեն, ստեղծեն ու ապացուցեն, որովհետև դա էլ է շատ կարևոր։ Մենք այդ Մնջախաղի թատրոնն եղած ժամանակ մենք էլ փող չէինք ստանում առանձնապես, չնչին բաներ։ Մի անգամ դրեցի, հաշվեցի, ինչքան եմ ստանում տարվա ընթացքում ամսեկան, ստացվեց ինչ-որ 32 ռուբլի փող։ Մեր ծնողներն էին օգնում։ Քանի ձեր ծնողները կարողանում են օգնել, ջահելներին հետ կասեն, եթե ունեք ծնողներ, որոնք կարողանում են օգնել, գնացեք, փորձեք, ստեղծեք, սարքեք, կարող է շատ լավ արդյունքների հասնեք։ Կարծում եմ։ Պարոն Շահինյան, կա այնպիսի դեր, որը դուք մինչ օրս չեք խաղացել, բայց շատ կցանկանայիք ունենալ այդ դերը։ Չէ, ճիշտն ասած, չէ, չկա երևի, որովհետև շատ լավ դերեր եմ խաղացել, որոնք շատ սիրում եմ ու լավ եմ զգացել։ Հիմա էլ ներկայացումներ կան, խաղում եմ, մասնակցում եմ այդ ներկայացումներին ու շատ հավանում եմ, շատ սիրում եմ։ Լինի դա մուսալեր, լինի թրիչ կկվի բնի վրայով, լինի ես ռնգյակ ջուրնել եմ հավանում, բավականին լավ ներկայացումով։ Չէ, այդպիսի բան, չգիտեմ, Դոն Կիխոտն էին ուզում մի անգամ անեին, Էլբակյան Արմենն էր ուզում, հետո կիսատ մնաց, ինքը մի ժամանակ սկսել էր դա։ Կան բաներ կան, որ կարևոր է այսօր ինչ ես ասում, այս է շատ կարևոր, ինչ ես ուզում փոխադրես, փոխանցես, ինչ էլի օտար բառով պիտի ասեմ, ինչ մեսիջ ես տալիս հանդիսատեսին։ Հայ թատրոնը եւ հայ ֆիլմ արտադրությունը կարողացել են ամբողջությամբ օգտագործել ձեր կարողությունները։ Ամբողջությամբ ինչ որ մասով այո, բայց ես ինչ որտեղ բավարարված եմ զգում ընկեր Փանջունի ֆիլմի հարածս աշխատանքի համար։ Երևի էլ չկա այդպիսի թվարկելիք բաներ չկա, որ ասեմ։ Առանձնապես շատ ֆիլմեր էլ չկան, որ ասեմ։ Այն սերիալը ված չէր, Թուրքիայի խաղում այդտեղ է։ Վերադարձ, այդպես էլ կոչվում վերադարձում։ Չգիտեմ, ինչ խոսք չիրականացածության զգացողություն կա անպայման։ Բայց գոնե լավ է, որ ինչ-որ բան կարողացել եմ անեմ, էլի դրանից պիտի շնորհակալ ու գոհ լինեմ։ Ստեփանին տեսել եմ ֆիլմում, ընկեր Փանջունիում, Խենթ Ավոյի դերում։ Ինձ համար զարմանալի էր, ես եղել է հնարավորություն, որ ես այդ պիեսի վրա եղել է ժամանակ, որ հենց այդ դերի վրա աշխատել եմ եւ հետո հրաժարվել եմ, որովհետեւ ռեժիսորի հետ մենք միևնույն գաղափարի չեկանք, երբ որ Ստեփանին տեսա, ես ապշեցի, որ մտածում էր այնպես, ինչպես ես։ Ինձնից օրինակ պահանջում էին, որ սա իսկապես խենթ է, ու ես համաձայն չէի դրա հետ։ Հետո երբ որ Ստեփանին տեսա ֆիլմում, ապշեցի, ասի գուցե մենք երբևիցե խոսել ենք այս մասին, որ Ստեփանը կարողացել է այդ կերպարը այդպես կերտել, որ ինքը սուտ խենթ է, ուղղակի ձևանում է խենթ։ Եվ այդ մասը հասցնել հանդիսատեսին դերասանի համար մեծ վարպետություն է, պետք որ հնարավորություն ունենա հասցնելու այդ մակարդակին եւ այդ մակարդակի դեր խաղալ։ Մեր թատերական ինստիտուտում պլաստիկայի, մնջախաղի այդ բաժինները եւ այդ դասերը բացվել են բոլորովին վերջերս։ Կարելի է հաշվել մատների վրա, քանի կուրս է ավարտել։ Իսկ առաջի կուրսը բացեց հենց Ստեփանը Շահինյանը։ Մի քիչ էլ խոսենք ձեր ընտանիքի մասին։ Ինչպես եք հանդիպել ձեր կնոջը։ Առաջին կնոջս հետ հենց Մնջախաղի թատրոնում էինք, այդպես եմ հանդիպել, ու նրանից երկու աղջիկ եմ ունեցել, որոնք հիմա ճկնաղ աղջիկներ են, կինս չկա ցավոք սրտի։ Հետո թատերական ինստիտուտում հանդիպեցի երկրորդ կնոջս, նրանից էլ աղջիկ տղա ունեմ, արքայական զույգ է,
թատերական ինստիտուտում, հետո էլ եմ հանդիպել։ Ո՞րն եք համարում ամուր ընտանիքի հիմքը։ Հավատարմությունը, սերը, մեծ սերը, իրար նկատմամբ հոգատարությունը, ջերմությունը։ Այն որ կարող ես քո ինչ-որ բանը զոհել, ընտանիքիդ հանում, ընտանիքիդ համար էգոիզմը բացարձակ չի անցնում, չի աշխատում, չպիտի լինի ուղղակի բացակա պիտի լինի, շատ հեռու պիտի լինի ընտանիքից, էգոիզմը։ Այդ է։ Ձեր երեխաների մասնագիտության ընտրության հարցում դուք որևէ դերակատարում ունեցել եք, պարոն Շահինյան։ Գիտեք ինչ է, երբեք չեմ ուղղորդել որևէ բանի։ Իրանք ինչ նայել են, տեսնել են, եթե ուզել են, որդեգրել են իրանց ներսում, եթե չեն ուզել, չէ։ Հիմա փոքրերս դե փոքր են, շատ դեռ 13 տարեկան են, Գոջոյան դպրոց են գնում, իսկ մեծերս, մեծ աղջիկս ժամանակ ռադիոյում էր աշխատում, ռադիոբուրգում էր, հետո մի տեսակ այդ բուրգը քանդվեց, չէ, թե բուրգն էր, որը քանդվեց։ Մյուս աղջիկս դերասանուհի է ու ինքն է ընտրել, ինքն է որոշել, բացարձակ ոչ ասել եմ այո, ոչ ասել եմ ոչ, որովհետև այդ իր ճանապարհն է, իր ձգտումն է, իր ցանկությունն է։ Չգիտեմ, ես երեխեքիս հետ չեմ ուղղորդելու։ Կարող է ինչ-որ բան ասեմ, իսկ գուցե սենց, իսկ գուցե, բայց իր ընտրության սահմաններում։ Ով է ձեր լավագույն ընկերը։ Լավագույն ընկերներ կան։ Լավագույն ընկերներ կան։ Ընկեր բառը չեմ ուզում ասել, որովհետև ընկերը մի տեսակ շատ ավելին է, քան մտերիմներ կան, որոնք անչափ մտերիմ են, հարազատից էլ հարազատ են, բայց ընկեր բառը չեմ սիրում օգտագործել։ Իսկ ում հետ եք կիսվում։ Երևի ավելի շատ ինքս ինձ հետ։ Սիրում եմ խոսել ինչ-որ մարդկանց հետ, բայց չէ, շատ չեմ կիսվում, որովհետև կյանքը իրախուն է, այնպես ասած, սարքելու, տանում, որ էլ ոչ ժամանակ է մնում կիսվելու, ոչ ընկերություն անելու, ոչ բան։ Հա, շշմելու տղեկ կան, շշմելու աղջիկներ կան, որոնց հետ իսկապես ընկերություն արժե ժամանել։ Բայց դա կյանքի հորձանքը տանում մարդ։ Եթե շատ կարճ 3 բառով բնութագրեմ Ստեփանին, ուսյալ, պարկեշտ, ազնիվ։ Բարի մարդ, քիչ պահանջներ ունեցող մարդ, ընկերությանը նվիրված մարդ, հայրենիքին նվիրված մարդ։ Ես այն կարծիքին եմ, որ մարդը, եթե իր մասնագիտությամբ նվիրվում է իր մասնագիտությանը եւ ծառայում է այդ մասնագիտությանը, դրա մեջ հայրենասիրություն կա։ Անպայման, որովհետեւ եթե իր գործը կատարում է նվիրումով, ամեն մարմնով, հոգով նվիրումով կատարում է, դրա մեջ հայրենասիրություն կա, որովհետեւ մշակույթը, եթե հայրենասիրություն չլինի մեջը, մշակույթ չի լինի։ Մշակույթը հայրենասիրությամբ է լինում, նվիրվածությամբ է լինում։ Հայրենիքի մասին մտածելու, մարդու մասին մտածելու, մարդու էությունը աշխարհ բերելու։ Իմ կարծիքով Ստեփանը այդպիսի դերասաններից մեկն է։ Ինչպես նշեցի գործի մեջ, այնպես էլ կյանքում եւս շատ ազնիվ է։ Եվ տանել չի կարողանում անարդարությունը, տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, եւ դա տպված է իր երեսին, նաեւ չի կարողանում թաքցնել, երբ ինչ-որ բան տեսնում է, չի կարող չբարձրաձայնել, միշտ ունեցել է այդ հատկանիշները եւ մաքսիմալ անկեղծ մարդ, մաքսիմալ։ Ստեփանի հետ շփվելի, զրուցելիս ինքն իր ասելիքը կասի այնպես խոսքի մեջ, հա? Որ մի փոքր անուշադիր լինես, գուցե հետագայում չֆիքսես, որ այդ բանը դու Ստեփանից ես լսել։
ես ֆիքսում եմ եւ աշխատում եմ սպունգի պես վերցնել, որտեղ Ստեփանը իմ ավակ ընկերն է։ Մարդկային հարաբերություններում որ երևույթը դուք չեք կարող ներել։ Անազնվությունը, դավաճանությունը, որովհետև անազնվություն, դավաճանություն շատ իրար մեջ հյուսված հասկացողությունները։ Երևի ես երկուսը հատկապես։ Այ երբ տխրության զգացողություններ եք ունենում, որտեղ է ձեր խաղաղության տարածքը, որտեղ եք գտնում այդ խաղաղությունը։ Գիտեք, մենակ զբոսնելիս խաղաղության տարածք հրաշալի։ Երբ քայլում եմ, երբ ինքս ինձ հետ եմ, մեկ ինքս ինձ կարոտում եմ, որովհետև կողքից անընդհատ ինչ-որ բաներ կան, որ ինքս ինձ հետ չեմ կարողանում լինեմ այդքան շատ, ու հատկապես այդ ժամանակ եմ խաղաղության տարածք գտնում, երբ որ ինքս ինձ հետ եմ։ Ես կմաղթեմ առողջություն, երջանկություն ու այսօրվա բառերով միշտ որ ասում ենք խաղաղություն մեր երկրին։ Հայրիկիս կմաղթեմ առողջություն, իհարկե, որովհետև դա երբ որ դա կա, մնացածը շատ ավելի հեշտ է թվում եւ որ գնահատվի ըստ արժանվույն, որովհետև նա շատ արժանի մարդ է։ Առողջություն, պատշաճ գնահատում, որովհետև գնահատելու պարագան ես համոզված եմ, որ հետևյալն է, կամ պիտի ամեն օր մի փոքր գնահատվես, կամ հետագայում միանգամից ու շատ։ Դեպքեր են լինում, որ այդ գնահատականը ետմահու է գալիս, բայց ես մաղթում եմ Ստեփանին, որ կյանքի օրոք այդ պահը գա ու լիարժեք գնահատվի։ Իր ներդրումը, թե դասախոսական գործում, թե դերասանական, թե որպես բեմադրիչ։ Ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը։ Երջանկությունը այնքան շատ բաներից է կազմված, այնքան շատ բաներից է երջանկություն։ Մի անգամ Փարիզում սովորած ժամանակ Երբ մենք ժամ ունեինք, այդ ժամին զանգում էինք իրար, որովհետև ես տանը հեռախոս չունեի, իսկ այնտեղ ավտոմատին կարող են զանգեն համարը, երբ որ տալիս ես ավտոմատին։ Քեզ զանգում են, էլի։ Ես տենց հեռախոսի տունը շատ լավ տեղ էր, հաղթական կամարից մի քիչ էի հեռու, եկել էի այդ հեռախոսի ավտոմատի մոտ, ու զանգը եկավ, ես վերցրի հեռախոսը, ու Ագուլյան Կարենն էր, այդ ժամանակ ինքը դիսիդենտ էր, այսպես ասած, այլախոհ էր, եւ ասեց, գիտես ինչ, մերոնք Շուշին վերցրին։ Ու ես այդ ժամանակ երբ կանգնած էի այդ բանի մեջ, հեռախոսի բուդկայի մեջ, նայում էի հաղթական կամարին, ու ինքը ասում է, գիտես, այսօր մերոնք վերցրին Շուշին։ Գիտեք ինչ ցանցություններ, ինչ մի հատ հոգպորտկում, չգիտեմ, կարող էի բացել այդ դուռը ու գոռալ, հենց ունենց, հոթի մեջ, ուրախությունից։ Հետո երջանկության ինչ-որ մի պահ։ Երջանկությունը, երբ որ մի հատ ներկայացում մեծ հաջողություն ունեն, դու տեսնում ես ոնց է հանդիսատեսը, ինչ շնորհակալությամբ բերկրանքով նայում քո արած գործին, ոնց է շնորհավորում քեզ։ Հետո երջանկություն։ Այնքան շատ բաներից ախր երջանկությունը մի բաղադրատոմս չունի, էլի, որ ասենք այ մի քիչ սրանից, երջանկությունը կստացվի։ Սերն է երջանկությունը, այնքան շատ են բաղադրիչներ ախր։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ լինելու համար։ Փող։ Փող։ Փողն է պակասում, թե չէ փող պիտի լինի, էլի։ Էլեմենտար բաների հարցեր լուծելու համար պիտի լինի փող։ Շատ կարևոր է միջոց ունենալը, որպեսզի մտահղացել ես ինչ բան է,
կարողանաս իրականացնել։ Կարողանաս երեխաների հարցեր լուծել ինչ-որ։ Միջոցներ են պակասում։ Ինչի համար եք ափսոսում։ Գործելած ժամանակը, որ կարող է այլ կերպ օգտագործել այդ ժամանակը, եւ հիմա ստիպված եմ դրանք չարած լինելը իրականության առջև։ Դրա համար։ Պարոն Շահինյան, շնորհակալ եմ գեղեցիկ, հետաքրքիր, անկեղծ, պարզ զրույցի համար։ Վայ, ես եմ շնորհակալ։ Ես այսքան իմ մասին չէի մտածել։ Ահագին մտածել տվեցիք ու բաներ, որ չէի ասել, ասեցի։ Ահագին բաներ մոռացա իհարկե, չեմ ասել, չեմ շեշտել։ Շնորհակալ եմ, պարոն Շահինյան։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ կհանդիպենք։